պաշտպանության ծառայություն։ Շնորհակալություն։ Որ ապօրինի է։ Խնդրեմ։ Տիկին նախարար, իմ հարցը վերաբերում է Կարմիր Ներետավորի հայտնի արտահայտությանը, որ քաղաքացուն անհետեթ պահանջեր ներկայացրել աչքերը մեջ բերում չկլորցնելու հետ կապված, դուք նշեցիք, որ ծառայողական քննությամբ զբաղվեք եւ պատիժ կգրի, բայց նկնեց ինձ վերջերս փոխանցեցին, որ նա ազնվորեն զղջացել է եւ նկնեն ստեյցիան դուք որոշել եք նրան չպատժել, բայց չեք կարծում, որ սա արդեն ստեղծում է իրավիճակ, որ մյուս ծառայողները արդեն այլ խախտումներ անելուց արտոնյակ զգան, որովհետեւ կտեսնեն, որ գործընկերը չի պատժել։ Անկեղծ կլինեմ, չեմ կարծում, որովհետև ցանկացած իրավախախտման դեպքում պիտի գնահատենք ընդհանուր իրավիճակը, իրավախախտման բովանդակությունը, իրավախախտի վարքագիծը այդ իրավախախտման առնչությամբ, ինչպիսի մոտեցում ունի, խոստովանում է, որ կատարել է որոշակի էթիկական կանոնների խախտում, թե չի խոստովանում, եւ տվյալ իրավիճակում ես ասուլիսի ժամանակ էլ նշեցի, որ իրականացվում է ծառայողական քննություն, ծառայողական քննությամբ այո, ֆիքսվել է, որ կա էթիկայի կանոնի խախտում տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ աշխատակիցը կարգապահ որպես այդպիսին աշխատող է հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել եւ զղջացել է, որ այդպիսի վարքագիծ է ցուցաբերել տվյալ իրավիճակում, օրենքը թույլ է տալիս նմանատիպ ծառայողի նկատմամբ սկզբում ֆիքսել, այսինքն սա շատ հստակ է, ֆիքսել ենք, որ կա խախտում։ Իսկ կարգապահական տույժի կտորը դա արդեն ըստ իրավիճակի պետք է գնահատվի։ Կարծում եմ, որ ձեզ համար կարևոր է հասկանալ, որ ծառայողական քննություն ֆիքսվել է, որ կա խախտումը, բայց հաշվի առնելով անձի վարքագիծը եւ անձի ընդհանուր կենսագրականը որոշվել է այս անգամ չկիրառել կարգապահական տույժի տեսքով կոնկրետ նկատի ունեմ, բայց եթե հետևեք նաեւ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության մեր հայտարարություններին, տարբեր ամփոփումներին, նաեւ ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի տարբեր արդյունքներին կնկատեք, որ շատ են այնպիսի ծառայողներ, որոնց որ ըստ իրավիճակի արդեն կոնկրետ կարգապահական տույժեր են նշանակվում կամ աշխատավարձային պահումների որոշակի տեսքով կամ նկատողության, խիստ նկատողության կամ ընդհանուր մինչև ծառայությունից ազատման տեսքով։ Այսինքն ըստ իրավիճակի պիտի գնահատականը տանք, Նարեկ ջան, որովհետև այլ դեպքում ստացվում է, որ մի ընդհանուր գծով, մի կանոնով պիտի բոլորին վերաբերենք եւ արդարության բաղադրիչը այդտեղ բնականաբար չի լինի։ Եվ կխնդրեմ անդրադառնալ Չարենցավանի դեպքին, երբ որ պետի տեղակալը այլ ծառայողների հետ ծեծի էր ենթարկել Արցախից բռնի տեղահանված ազնվորը չեմ հիշում արու էր այ տղայանին շնորհություն կա այն պաստաբանի եղբորը Չարենցավան։ Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով հատկանիշների, առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, այս պայծրությամբ արդեն դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում է հարցը, երբ որ հանգուցալուծումը լինի կվերադառնանք ծառայողական քննության։ Նախարար Չարենցավանով մի բան է, ես վերջերս առիթ եղավ գրեցի մի քանի անգամ, նաև ՆԳՆ-ով ճշտեցի որոշ բաներ, որ տելեգրամյան հարթակներում ոչ միայն Չարենցավան, նաև հանրապետության այլ համայնքներում, բայց վերջին օրերին Չարենցավանում է ակտիվացել, տելեգրամյան հարթակներով կեղծ մեր լուսանկարներ են տարածում կանանց եւ դրանով շանտաժ են անում եւ գումար շորթում։ Ես կոնկրետ Չարենցավանից գիտեմ մի քանի քաղաքացիներ եւի 10-ից ավել կամ չգիտեմ ինչքան տրվել են այդ շանտաժին եւ գումարներ են փոխանցել։ Ոստիկանությունը ինչ որ անձանց ձերբակալել էր, բայց հետո բաց են թողել։ Այս խնդրին վերաբերյալ ինչ կասեք, թե այդ թմրանյութերի տարածման մասով լուրջ խնդիր կա, որի դեմ իրավապահ մակարդակը կարող համարնել եւ թե այդ շանտաժը ծելեգրամով։ Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության առումով ես պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը եւս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են, հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները եւ երբ որ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորությունները application-ների տրամաբանության մեջ, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետև հիմնականում գործ են ունենում արդեն նաև միջազգային
համագործակցության շրջանակներում հարցի անդրադարձի հետ, որտեղ որ շատ հաճախ հաջող, այսպես ասեմ, փորձեր չենք ունենում բոլոր դեպքերի մասով։ Իհարկե կան դեպքեր, երբ որ միջազգային գործընկերություն շատ լավ ստացվում է, բայց այստեղ դեռ դաշտ ունենք աշխատանքի, որպեսզի կարողանանք ավելի ընդլայնել մեր գործիքակազմը, բայց իրականում խնդիրը կա, այստեղ նաև կարողությունների խնդիր որոշակի առումով ունենք, սրան զուգահեռ այս խնդիրների, այո, թե տեխնիկական եւ թե նաև գիտելիքների։ Հետո բարձրացիկ Չարենցավանի դեպքով դրա մասին մանրամասն կասեք, ովքեր էին, ինչու բռնեցիք, ինչու բարձրացիք հետո, թե դուք չեք բարձրացել քննչականն է բարձրացել։ Դե քանի որ քրեական վարույթ կա նախաձեռնված, ձերբակալման որոշումը արդեն քննիչի կողմից է տրամադրվել, հետագայում արդեն ենթադրաբար բավարար հիմքեր չեն եղել շարունակելու process-ը եւ տանելու օրինակ խափանան միջոցին։ Մամուլով բարձրացված է աղմուկից, որ հետո մի որոշ ժամանակ դադարեց այդ շանդակը, բայց 3 տարեկացա, որ նորից ակտիվացել են նոր մարդկանցների Չարենցավանի բնակիչները գրկել, էլի շանտաժ են անում, էլի գումար են խոզում։ Դուք եթե չեք կարող դրա դեմ առնել այս բանի ձեր գործիքակազմը որպես նախարար ինչ-որ ոչ ունեք, ինչ-որ հորդոր առաջարկ, հանրությունը ինչպես դիմակայի դրանց, ինչ անի։ Իրականում ես մի անգամ հարցին անդրադարձել եմ, տարբեր հանցագործությունների դեպքում շատ հաճախ ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում, հարցը, այլ նաև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում, որովհետև կան որոշակի խումբ հանցանքներ, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված, շատ հաճախ օրինակ պայմանականորեն տարբեր համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով անձինք ընդհանրապես տարբեր հարթակներում լրացնում են իրենց անձնական տվյալները եւ սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը։ Հորդորս մեր քաղաքացիներին հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում։ Մենք սկսել ենք արդեն կիբեր մարտահրավեր հաղորդումների շարքը, որտեղ որ առանձին այս դրվագներին, որոնք ձեր նշած օրինակով շատ տարածված են, փորձում ենք դրանց անդրադառնալ եւ բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է լինի իրենց վարքագիծը, որը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ այս իրավիճակներից, իսկ եթե զերծ մնալու տարբերակ որպես այդպեսին չի լինում, ընդ որում վերջերս շատ հաճախ են այդպիսի դեպքերը լինում, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որպեսզի կարողանանք հնարավորինս օժանդակել process-ին։ Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, առջևում էլ ընտրություններ են, այս օրերին արդեն որոշակի առումով ահազանգեր կան, որ տարբեր վայրերից բերում են քաղաքացիների գրանցում, օրինակ Գյումրիում, չգիտեմ որքանով եք ծանոթ այդ հայտարարություններին, Հնդկաստանի քաղաքացիներ, ախրքալակից եւ նաեւ այնուամենայնիվ ոստիկանությունը ապա քաղաքական է, թե հաշվի առնելով այն, որ դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնելու, իրենք եւս որոշակի առումով քաղաքականացնում են եւ նաեւ այդ քրացուցակների անճշտությունների եւ ահազանգերի վերաբերյալ։ Նախ առաջինը, թեև իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, բայց կա շատ հստակ դերաբաշխում ներքին գործերի նախարարի եւ ոստիկանության աշխատանքի մասով եւ ոստիկանությունը շարունակում եւ շարունակելու է իրականացնել ապաքաղաքական գործունեություն։ Եվ ընտրացուցակների մասով ես պիտի ասեմ, որ արդեն ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջում նախնական ցուցակները հրապարակված են եւ այս նախընտրական ցուցակների մասով, որպեսզի կարողանայինք հստակեցնել, հասկանալու կա օրինակ անճշտություններ տվյալներում, կան օրինակ մահացածներ, որոնք դեռևս շարունակում են մնալ ցուցակներում, համայնքային ոստիկանության օժանդակությամբ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը վերջնականացրել է այս ցուցակները եւ արդեն դրանք հանրային տիրույթում հասանելի տվյալներ են եւ ընդհանրապես եթե մեր քաղաքացիները նկատեն տվյալների հետ կապված որոշակի անճշտություններ կամ լրացուցիչ ցուցակներ գրավելու հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ըստ ընտրական օրենսգրքի այս կանոնները աշխատում են, խնդիր չկա։ Քաղաքացիները, ախրքալակիցները օրինակ կարելի է Գյումրիում կընտրեն եւ կգնան։ Ես անկեղծ ասած թեման, երբ որ ինձ հայտնի դարձավ, որ մեդիա դաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետեւ առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի ունենան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքյարում դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին ընթացող ընտրություններին, որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձիկ տվյալ ժամկետից առաջ են գրանցվել եւ շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար ըստ օրենքի տվյալ անձինք ունեն ընտրական իրավունք։ Այս մասով նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է եւ եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք բարձրաբանումները կտանք։ Շնորհակալություն։